Если датчик на гишере գալիս, սենց փակեմ նայեք։ Ավտոմատիկ վարում։ Սա է այն խաչը, որ բոլորը միանգամից տեսան առաջին անգամ այս գիշեր Ստեփանակերտում։ Դա Շուշենի բլրից է լուսավորում։ Շինարարը շտապում է խաչի բարձրությունը շեշտել 50 մետր է։ Արի երկրորդ մեծ խաչն է։ 22 տոննայանոց մետաղական խաչը իսկապես երկրորդն է աշխարհում։ Առաջինը Մակեդոնիայում է 63 մետրանոց։ Շուշիի ազատագրման օրը այսպիսի խաչ տեղադրելու նախաձեռնողի մասին Արցախում խորհրդավոր լռում են։ Թեև գիտեն ով է։ Ինքը հեղինակն է նախընտրում ինկոգնիտո մնալ։ 3 ամիս առաջ է հանձնարարվել Լեռներում նոր ճանապարհ գցել, խաչը դնել։ Տեսել ենք աշխատանքը, տեսել ենք ոնց են արել, ոնց է ճանապարհ սարքել։ Если ներկեք и всё։ Դա Շուշենի խաչը մեկն է 4-ից, Շուշի 25-ին Ստեփանակերտը 4 կողմից են խաչերը պաշտպանում, նաև Շուշիի բարձունքում է տեղադրված խնածախում Ստեփանակերտի ամենաբարձր թաղամասում, Կրկժանում։ Ամբողջ տարածքից երևում է, քաղաքից էլ է երևում, Շուշից էլ է երևում, որտեղից նայում ես խաչը երևում է։ Ստեփանակերտի Թումոյում, ինչպես Զորամասի համակարգչային սրահում, տեխնոլոգիական կենտրոնում զինվորներն են ծրագրերի վրա գլուխ կոտրում։ Ֆրանսիայից Արցախ տեղափոխված Թումոյի ղեկավարը տղաների ոգևորությունը տեսնում է, ժպտում է, կարծես իր ծառայության տարիները լինեն։ Դու ինչպես ես քեզ ստեղծում։ Հաճելի է շատ, մթնոլորտը եւս շատ լավն է։ Գործը եռում էր, երբ ներս մտավ Գերագույն գլխավոր հրամանատարն ու ուղիղ զինվորների մոտ։ Զինվորները մոտ 1 շաբաթ է գալիս են կենտրոն ու սկսում ծրագրավորել։ Նախագահի հետ կիսվում են պլաններով, կծառայեն կատարելագործվելով։ Այս օգնում է չմոռանալ իմ սովորած համալսարանում եւ բացի չմոռանալ կատարելագործում իմ գիտելիքների մեջ։ Որտեղից որտեղ նախագահը ճանաչեց զինվոր Պավելին, Տավուշից է, չէ, ճշտեց ու զրույցի բռնվեց։ Սերժ Սարգսյանը զինվորին հիշեցնում էր, որ նրա ծննդավայրում Դիլիջանում էլ Թումո կա։ Վերադառնա տուն, այստեղ սովորածը կկատարելագործի։ Հարցրեց տեղակ եմ, թե ոչ ապագայում շարունակելու համար։ Ինչ ասացիք։ Ասացի, որ տեղակ եմ եւ ուզում եմ, որ ուսումս ապագայում շարունակեմ։ Այս պահն է հայտարարվում Թումո բանակ ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ու հենց այստեղ նախագահին պաշտպանության նախարարն ու կենտրոնի ղեկավարը հայտնեցին գաղափարի մասին Թումոն տանել Զորամասեր։ Ցանկալի ու առավելակնկալող արդյունքն է, որ որոշակի վաստակի միջոց քաղաքացիական կյանքում արդեն որպես արհեստ ունե այդ մակարդակում, իսկ եթե դա ուզի սովորել շարունակել ուսումը, նաև որպես լիարժեք ծրագրավորում, որը Հայաստանում այսօր շատ պահանջված ու բարձրված տվող մասնագիտություն է։ Նախագահը միայն մեկ մտահոգություն ունի, դա ծառայությանը չի խանգարի։ Վիգեն Սարգսյանի պատասխանից հետո Գերագույն գլխավոր հրամանատարի մտահոգությունը փարատվեց։ Շաբաթական 4 ժամ է լինելու, համակարգչում միայն այդ ծրագիրն է հասանելի լինելու եւ ուրիշ ոչինչ։ Պիլոտայինը սկսել ենք ուրեմն Ցորից եւ Հայկազորից։ Սրահներից մեկում զինվորների գլխավերևում Հարսանիք Լեռներում օպերացիայի քարտեզն է, վրան գրված Շուշիի ազատագրում 18:00։ Գերագույն գլխավոր հրամանատարը դիտողություն արեց։ Դա չէ ազատագրման ժամը, ուղեք։ Սա պարզապես քայլերթ չէ դեպի Շուշի, հատուկ սցենարով է։ Երիտասարդները բերդաքաղաք են բարձրանում հենց օպերացիայի ուղղություններով, ռազմագործողության մասնակիցների հետ։ Մի հատվածում Ղազանչեցուցում ու Ջդրդուզում ազատամարտիկների երիտասարդներին Հարսանիք Լեռներում օպերացիայի մանրամասներն են պատմում, մյուս հատվածում Գերագույն գլխավոր հրամանատարը կլոր սեղանի շուրջ նստեց զորացրված ու դեռևս ծառայող զինվորների հետ, լեգենդար զինվորականների մասնակցությամբ։ Հանդիպման վայր է ընտրվել հենց Շուշին, որի ազատագրման քարտեզը հենց Սերժ Սարգսյանը հաստատեց իր ստորագրությամբ 25 տարի առաջ։ Պահը որքան պատահական, նույնքան էլ ինչ որտեղ Աստծո նախախնամությամբ է, որովհետև Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը 92 թվականի այսօր զբաղեցնում է Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը եւ կրկին շարքում է եւ կրկին երևի թե ամենակարևորը, որ բոլորին մարտական ընկերներին բոլորին հիշում է անունով։ Զորացրված Նարեկը համարձակ էր ինչպես ծառայության ընթացքում, այնպես էլ Գերագույն գլխավոր հրամանատարի հետ հանդիպման ժամանակ։ Հենց Սերժ Սարգսյանը առաջարկեց սկսել անկաշկանդ զրույցը, լինել անկեղծ, Նարեկը սկսեց։ Կիսվեցինք մեր կարծիքներով, առաջարկություններով, որ բանակը ավելի ուժեղ լինի, որ բանակում տեղ գտած փոքրիկ թերություններն անգամ վերացվեն եւ Գերագույն գլխավոր հրամանատարը առաջարկություններն ընդունեց։ Ու նույն համարձակությամբ էլ առաջարկեց նախագահին ու նախարարին։ Եկել է ժամանակը, երբ այլ պետություններ պիտի մեզ մոտ գան փորձի փոխանակման։ Օրինակ, այսպիսի հանդիպումների մոդել որտեղ կա, չկա։ Չենք տեսնում, որ մեկ այլ երկրում Գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահը լսի շարքային զինծառայողի զորացրված սպայի կամ լավ զինվորի
կարծիքով այսօր քաղաքացիական կյանքով է ապրում։ Սա մեզ հնարավորություն է տալիս մի կողմից որպես խրախուսանք օգտագործել այս հանդիպումները, որովհետև դժվար թե ձեզնից շատերը հնարավորություն ունենային հանդիպելու Կամանդոսի հետ, Նորատեր Գրիգորյանցի հետ։ Մյուս կողմից էլ դա հնարավորություն է ընձեռնում մեզ ուշադրություն դարձնել այն հարցերի եւ հանգամանքների վրա, որոնք միգուցե առաջին հայացքից մեզ համար տեսանելի չեն։ Սկսած ձեր համազգեստի հարմարավետությունից, ձեր սպառազինության ամբողջականությունից դուրս եկած մինչև մարտական պատրաստականության խնդիրներ Պայմանավորվեցին ու սկսեցին քննարկումները։ Ամենաշատը կենտրոնացան պատիվ ունեմ ու ես եմ գաղափարների ու առհասարակ ազգ բանակ կոնցեպտի վրա։ Գերագույն գլխավոր հրամանատարին հայտնի են դրա վերաբերյալ բոլոր կարծիքները՝ դրական, բացասական, երբեմն նաև հեգնական։ Ովքեր լավ չեն ըմբռնում այս գաղափարեությունը, նրանց խորհուրդ կտամ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել մեր ազատամարտին, անկախ նրանից եղել են զինված ուժերի կազմում, թե ապրել են քաղաքացիական կյանքով։ Զինվորները Գերագույն գլխավոր հրամանատարից լսեցին ոչ միայն ղեկավարի, այլ նաև հայրական խորհուրդները։ Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը հաղթանակը ապահովողների վաստակը գնահատելն է։ Եթե չլինեիք դուք, չլինեին ձեզնից առաջ ծառայողները, ակնհայտ է, որ ավակ սերնդի հաղթանակները մի քոր գրոշ չարժեն։ Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես պահել։ Ինքներդ գնահատելով ձեր վաստակը, դի պահանջատեր լինեք, դի ակտիվ լինեք, որպեսզի մեր երկիրը զարգանա, հնարավորություն ունենա պահելու իր զինված ուժերը, համալրելու սպառազինությունը։ Կոնսեպտներ, Galaxy Tab S2 ավելի հարմարավետ, ավելի այնպեսի կսարքվի, որ զինվորը ավելի հաճույքով կծառայի իր հանրապետության, իր ազգին, իր ընտանիքին։ Ու հենց այստեղ էլ Պաշտպանության նախարարը ներկայացրեց նոր նախագիծը՝ դիտակետ։ Ծրագրի կենտրոնում նաև այստեղ ներկաներն են, զորացրված տղերքը։ Զորամաս առ զորամաս պիտի վերհանեն բոլոր խնդիրներն ու ներկայացնեն նախարարին։ Նախագահը միայն կողմ է։ Եվ այսպես բոլոր 5 թևերում Արցախի երիտասարդները խմբերի են կիսվել, յուրաքանչյուրը պիտի մեկ պատկեր ստանա։ Ֆլեշմոբի վերջում ստացվեց ԱՀ Արցախի Հանրապետություն հավերժության նշանով ու խորհրդանիշերով։ Նախատեսված չէր, բայց Բակո Սահակյանն էլ միացավ ֆլեշմոբին։ Երիտասարդների ձայնը բարակի չէր, իր աշխատասենյակում լսվում էր։ Չմիանալ հնարավոր չէր։ Շակե Ղազարյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական, Արցախի Հանրապետություն։